Հավաքում են շատերը, գործում են քչերը։ Հենց այդ տղաները ինձ այդ քչերն էին։ Եվ սկզբից, որ սկսվեց շարժումը, ինձ այնքան էմոցիոնալ էր, որ ես անկեղծ չէի հասկանում ինչ է կատարվում, բայց հետո ես տեսա, որ այդ տղաները, այն տղաներն են, ովքեր պարտական են, որ հիմա մենք ունենք Արցախ, ես հասկացա, որ պետք է կանգնել այդ տղաների կողքին։ Եվ գիտեք ինչ, մարդը երկուսահատության է հասնում, տեսեք Պավլիկը տալիս է իր տղային, այդ որ մեկս մեր երեխային կտանենք մեզ հետ, որ մեկս, ուրեմն եթե դու քո զավակին տանում ես քեզ հետ, նշանակում է դու այլևս ոչ մի ելք չես տեսնում, որովհետև մենք հիմա պայքարում ենք մեր զավակների համար, իսկ այդ մարդը տարել է իր զավակին, ասում է ես այստեղ եմ դուրս չեմ գա, ուրեմն ինչքան այդ մարդու մեջ այդ բողոքը մեծ, հիմա գիտեք ինձ ինչն է մի փոքր հուսահատեցին, լռությունը, ինչու եք լռում, մարդեք, չէ մենք ձեզ հարց ենք տալիս, ինչու չեք պատասխանում, ես այն նամակը, որ գրել էին Սեֆիլյանին, ես այդ նույն նամակը կուղեմ մեր նախագահին, որոնց բառեր կա, չէ, անսալով ձեր բանականությանը և զգոնքը, հիմա ես ուզում եմ դիմել մեր նախագահին, ինչու չեք խոսում, մարդ են, երկու մարդ, մեկը ունի հարցադրում, մեկը իր պաշտոն է, պարտավոր է պատասխանել, ինչու չես պատասխանում, ինձ այդ հարցի շատ հետաքրքիր, մարդկայնորեն, ինչու չես ուզում գնալ բանակցությունների, ինչ է, սպասում ես, որ կհանդարտվի կրքերը, այսինքն պարվպույստին, շոքեքաշը կգնա, պարվպույստին կհանգստանանք, հետո չէ, էլ պարվպույստից, այսպես ասեց, գոյություն չունի, գոյություն ունի, այն որ սենց գալիս է, չէ, միշտ ամենայն ծորակից հետ մատ կաթիլ կա վերջում, ընգավ, այդ կաթիլը թող չպայթի, հիմա, այս ամբողջ գործողությունները միայն մի նպատակ ունեն, ինձ թվում է, որ տղաները գնացել են դրան, որովհետև իրենք ուզում են, որ վերջին կաթիլը չպայթի, վերջին կաթիլն է գալիս արյունահեղություն բերելու։ Եվ ես նշել եմ մի քանի տեղ եւ ասում եմ, պատասխանատվություն արյունահեղության համար կրում է միայն երկրի նախագահը, ուրիշ ոչ մեկը, որովհետև երբ քո տանը կռիվ է, տնեցիները կռվում են, ապա դրա պատասխանը տալիս են մեծը, ուրիշ ոչ մեկը, և եթե Աստված չանի արյունահեղություն լինի, ապա դա իհարկե մնալու է մեր նախագահի խղճ։ Ինչ իր հայրենիքով, բայց ես էլ եմ կապում այս ամբողջ ընդվզումը Արցախի տարածքները հանձնելու մասին։ Հովհաննես Թումանյանը հանճարեղ գրող է և չարի վերջում է, ես սարնիմն է, գանց ասմա մի ձակիտ տուր, հետո երկուսին, հետո երեքին։ Եթե միթիս իսկապես թող հանձնել, անընդհատ ենք հանձնել։ Գիտեք ինչ, Արցախը հանձնել նշանակում է Հայաստան արդեն հանձնել են։ Սա է, ոչ թե մենք Հայաստանը կհանձնենք, չէ, ուրեմն Հայաստան իսկապես չկա։ Ու ես շատ մեծ սրտի ցավով ասում եմ, հարգելիներս, մենք նահանջելու տեղ չունենք, մեզ մնացել է 29,000 քառակուսի կիլոմետր, 3-4,000 էլ Ղարաբաղը, ուր ենք փախչելու, չունենք, իսկ եթե այստեղ մնալու ենք և մեր սերունդներին ու մեր երեխաներին ու թոռներին, ծոռներին ժառանգելու ենք ստրուկի կարգավիճակ, էդ էլ ամեն որոշելիքը, որոշենք հիմա, որ կարգավիճակն ենք Ելքը, ես ասեցի ելքը որն է, ելքը հիմա մեր իշխանություն